իրականում հրաշալի Աստված եւ իր ժողովուրդը եւ Աստծո նպատակն է, որ իր ժողովուրդը լիարժեք կերպով վայելեն իր ներկայությունը։ Մարդիկ շատերը կարող են խոսել Աստծո մասին, բայց չվայելել Աստծո ներկայությունը։ Իրականում Աստված ամեն տեղ ամեն մի տեղ իր ներկայությունը կա, բայց շատերը լինելով հենց իր ներկայության մեջ զրկված են վայելելու իր ներկայությունը իրանց մտածելակերպի պատճառով։ Ուրեմն այսօր խոսենք հենց այդ մասին, որ Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ շնորհ արել լինել իր ներկայության մեջ եւ վայելել իր ներկայությունը։ Ամեն։ Ասա դա վերաբերվում է ինձ։ Աստված Քրիստոսով ինձ շնորհ արել։ Ինձ եւ իմ ամբողջ ընտանիքը, իմ ազգն ու իմ երկիրը լինի Աստծո ներկայության մեջ եւ վայելի իր ներկայությունը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Գործ Կարաքելոց 20:32 համարի մեջ Պողոս առաքյալը Քրիստոսի եկեղեցուն քաջալերում է եւ այնտեղ հրաշալի կերպով ներկայացնում է ասելով, որ հիմա ես ձեզ հանձնում եմ հավատարիմ եւ հոգատար Աստծուն եւ իր շնորհքի ավետարանի խոսքին, որը կարա փրկի ձեզ, ազատի ձեզ, ապրեցնի ձեզ, կառուցի ձեզ, աճեցնի ձեզ եւ ձեզ ժառանգություն շնորհի լույսի թագավորության մեջ բնակվող իր ամեն սուրբերի հետ։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն ասում ես այս խոսքին։ Տեսնում ենք այստեղ, որ առաքյալը խոսում է Քրիստոսի եկեղեցուն եւ կարեւորագույն բանը համարում ասա, որ ես ձեզ հանձնում եմ։ Այս հանձնվածությունը խոսում է պատկանելության մասին։ Եվ ուրեմն տեսնում ենք, որ այո, մեր հավատքը կարևորագույն դեր ու նշանակություն կունենա մեր կյանքի համար, երբ որ մենք մեր հավատքով հանձնվենք։ Հանձնվել նշանակում է ամբողջությամբ պատկանենք, ամբողջությամբ ապավինենք, ամբողջությամբ այսպես վստահենք Աստծուն եւ տրվենք իրան եւ իր գործին։ Եվ հենց դա է, որ շնորհում է մեզ, որպեսզի մենք կարողանանք սուրբերի հետ մասնակցություն ունենանք, բաժնեկցություն ունենանք, ժառանգություն ունենանք, եւ այստեղ շեշտադրում է, որ երբ որ դու հանձնվում ես Աստծուն ավետարանի խոսքին, այդ խոսքը, ասա խոսքը, Աստծո ավետարանի խոսքը մեծագույն դեր ու նշանակություն ունի, որ ես ու դու վերապրենք եւ վայելենք այն ամենը, ինչ որ արդեն մեզ համար Քրիստոսով արված է եւ Սուրբ Հոգով ներդրված է մեր մեջ։ Բայց կարևորագույն դերը տեսնում ենք այստեղ, որ մենք պիտի հանձնվենք, քանի որ արդեն իսկ պատկանում ենք Աստծուն, բայց հանձնվելը դա մի որոշում է, որ ես ու դու պիտի կայացնենք։ Ինչպես հավատքն է որոշում, որովհետեւ մարդը որոշում է կայացնում հավատալ կամ չհավատալ Աստծուն։ Չհավատալ Աստծուն նշանակում է հավատալ սատանային։ Հավատալ Աստծուն նշանակում է մերժել հակառակորդի ամեն ներգործությունները։ Անհավատությունն էլ է հավատք, ժողովուրդ։ Անհավատությունը հավատք է սատանայի ուղված, իր կամքին ուղված, իր ծրագրերին ուղված։ Տեսեք, մարդը ամեն դեպքում պիտի կամ վստահի Աստծուն, կամ պիտի տեղիք տա սատանային։ Եվ խոսքն էլ ասում է սատանային տեղ մի տուր, այսինքն լիարժեք կերպով վստահի Աստծուն։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք, որ այս վստահությունը մարդու կյանքում առաջացնում է հանձնվածություն, պատկանելություն։ Եվ դա էլ նպաստում է, որ ես ու դու ավետարանի շնորհքի, ավետարանի խոսքի հիման վրա փրկագնվենք, ազատագրվենք, կառուցվենք, աճենք, հոգևորապես աճենք։ Տեսնում ես, այստեղ հանձնվել ավետարանի խոսքին նշանակում է հոգևոր աճ ունենալ։ Հոգևոր աճը տեղի է ունենում, կատարվում է մարդու կյանքում, երբ որ մարդը կենտրոնանում է ավետարանի շնորհքի, ավետարանի ուրեմն բուն խոսքի վրա։ Ամեն։ Եվ դա նպաստում է, որ մենք լույսի թագավորության մեջ բնակվող բոլոր սուրբերի հետ հավասարազոր ժառանգություն ունենա։ Հալելույա։ Դա վերաբերվում է քեզ։ Քո կողքինին հավասարապես։ Դա նշանակում է, որ այսօր, երբ որ մենք այդ որոշումը կայացնենք, կտեսնենք, որ մեր կյանքում ինչ-որ բաներ փոխվեց։ Միգուցե շատերս չզգանք մեր կյանքի փոփոխությունը, բայց մեզ հետ հաղորդակից եղող մարդիկ կտեսնեն այդ փոփոխությունը։ Կտեսնեն, կհիանան, կզարմանան եւ իրանք էլ կունենան նույն բանը վերապրելու, բայց դա վերապրելու միակ, ուրեմն այսպես ասեմ, աղբյուրը բանալին եւ
հիմնակարը հանդիսանում է ավետարանի խոսքին համաձայն Աստծուն հանձնվելը։ Ամեն։ Ասա ես այսօր դա որոշում եմ անել։ Ամեն։ Եվ ուրեմն Հռոմեացիների 15 գլուխ 29 համարի մեջ Պողոս առաքյալը գրում է Ռոմում գործող Քրիստոսի եկեղեցուն ասելով. երբ որ ես ձեզ մոտ գամ, կգամ Հիսուս Քրիստոսի շնորհքի ավետարանի առատ օրհնություններով։ Բարիս բուն իմաստով ինքն ասում է, երբ որ ես ձեզ մոտ գամ, ինձ հետ կբերեմ Հիսուս Քրիստոսի շնորհքի ավետարանի առատ օրհնությունները։ Մենք այս խոսքից ընկալում ենք, որ ավետարանը իր մեջ պարունակում է աստվածային ամբողջական օրհնություններն, ամեն։ Եվ այստեղ, երբ որ նկատում ես խոսքը գնում է նրանում, որ առաքյալը եկեղեցու ուշադրությունը կենտրոնացնում է ոչ թե իր անձի վրա, ոչ թե իր արած գործերի վրա, թեպետ կարող էր, չէ՞, բայց իր կենտրոնացումը նպատակն է դա, որ ամբողջ եկեղեցին կենտրոնանա Քրիստոսի ավետարանով եղող առատ օրհնությունների վրա։ Եվ հենց դա նշանակում, որ Քրիստոսի ավետարանի առատ օրհնությունը կայանում է հենց Քրիստոսի մեջ, իր ներկայության մեջ։ Քրիստոսն է ավետարանի առատ օրհնությունը, իր ներկայությունն է, երբ որ ես ու դու վայելում ենք Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում, դա ավետարանով եղող ամենաառատ օրհնությունն է, ամեն։ Եվ Քրիստոսի խաչի վրա կատարված գործը հանդիսանում է ավետարանի առատ օրհնություն։ Եվ երբ որ Պողոսն ասում էր, ես ինձ հետ կբերեմ այս առատ օրհնությունները, դա նշանակում է, որ ցանկացած Աստծո ծառա, որը հոգատար է Քրիստոսի եկեղեցու համար, եւ որը ոչ թե ուղղակի գործում է, որ ընդհանուր երևնա որպես գործիչ, այլ հոգ է տանում, ինչպես մի հայր հոգ կտանի իր զավակների համար, նպատակը այդ անձի էս էր, որ եկեղեցուն բերեր Քրիստոսի ավետարանի առատ օրհնությունները։ Մենք տեսնում ենք, որ հենց Պողոս առաքյալի միջոցով, այսպես ասեմ, որպես միջոց էր հանդիսանում, որ եկեղեցին ամբողջությամբ լեցուն լինի Աստծո առատ օրհնություններով։ Այսինքն թե ամբողջապես ավետարանը, ճշմարիտ ավետարանը ընկալի, հասկանա, վերապրի եւ վայելի այն օրհնությունները, որ ավետարանի միջոցով հասանելի են ամեն մեկին։ Ամեն։ Եվ հենց սրա համար է, որ Հռոմեացիների 1:16-ում Պողոս առաքյալը ինքն ասում է, որ մենք կարող ենք այս համարը անգիր իմանալ, բայց երբևիցե մաս ու բաժին չունենալ այս համարի հետ կապված։ Օրինակ ինքն իր մասին է ասում է, որ ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, ինչի, որովհետև Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է հավատացյալին փրկելու համար։ Ասա եւ ֆիքսի էսի քո մեջ, որ Քրիստոսի ավետարանը դա Աստծո զորությունն է հավատացողին փրկելու համար։ Այստեղ տեսնում ենք, որ ավետարանի մեջ պարունակում է աստվածային ամբողջական զորություն, ասա զորություն։ Դա մի զորություն է, որին դեմ չի կարող կենա ոչ տերություն, ոչ պետություն, ոչ իշխանություն, որևիցե մի իրավիճակ չի կարող դեմ կենալ։ Եվ իմի առաքյալը հստակ ներկայացնում է, որ Քրիստոսի ավետարանը ինքն հենց հանդիսանում է Աստծո զորությունը, եւ ես դա ամոթ չեմ համարում, որ խոսեմ մարդկության հետ։ Եվ այստեղ ասում է, որ փրկում է ամեն հավատացողին։ Փրկել բառը սիրում եմ ես որ ասեմ, փրկել նշանակում է ամբողջական գլոբալ փրկություն, որը կոչվում է սոզո։ Փրկել ոչ միայն հավիտենական դատապարտությունից, փրկել ոչ միայն ժամանակավոր կյանքից, այլ փրկել առօրյա կյանքում կատարվող ամեն դիվային ու անաստվածային ներգործություններից։ Եվ այստեղ ասում է ավետարանի միջոցով է Աստված կարողանում փրկել։ Դա նշանակում է, որ ես ու դու որպես Քրիստոսով վերածնված, որպես Քրիստոսի կենդանի եկեղեցի, մեր կենտրոնացումը պիտի լինի ավետարանի խոսքը։ Ասա մեհա։ Ավետարանի խոսքը։ Եվ մենք տեսնում ենք, որ ավետարանի խոսքը հիմնականում Պողոս առաքյալը բերեց եւ Պետրոսն էլ հաստատում է, որ ասում է, որ ամեն բան անցողի կա, մարդու փառքը նմանախոտի ծաղիկի կանցնի, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան։ Եվ երկու առաքյալներն էլ շեշտում են, դա այն խոսքն է, որ մենք ձեզ քարոզեցինք։ Ամեն։ Եվ իմի մենք պիտի կենտրոնանանք Աստծո խոսքի վրա, ավետարանի վրա, շնորհքի ավետարանի, որը կարա մեզ փրկի, ազատագրի,
կառուցի, հաստատի, աճեցնի եւ նաեւ ժառանգակից դարձնի լույսի թագավորության մեջ բնակվող բոլոր սուրբերին, ամեն։ Հալելույա։ Իմի դու նայում ես քեզ ու մտածում ես ես այն թագավորության մեջ անմատույց լույսի թագավորության մեջ բնակվող սուրբերն բայց Աստված Քրիստոսի մեջ ինձ էլ նրանց էլ քեզ էլ նրանց էլ տեսնում է հավասարազոր արտոնություն ունեցողներ որովհետև որևիցե մեկը թանկ կամ էժան չարժենք Աստծո առաջին մենք ամենքս նույն գնով գնված ենք նույն գնով Եվ սրա համար յուրաքանչյուրս էլ Աստծո առաջին յուրաքանչյուրս էլ նույն արժեքն ունեն Քրիստոսի արյունով փրկագնվածներ նայ շուրջդ նայ իրանք բոլորն էլ Քրիստոսի հանկարժեք արյունով փրկագնվածներն են եւ իմի անմատույց լույսի թագավորության մեջ բնակվող սուրբերն են նույն արժեքն ունեն եւ խոսքն ասում է որ մենք Քրիստոսով հավատալով շնորհքի ավետարանին արժանանում ենք Աստծո ամբողջական ժառանգությանը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամեն։ Եվ հիմի, առաջի Կորինթացիների 1:18-ում խոսքն ասում է, ավետարանի խոսքն ասում է, որ Կորինթյան ճանապարհին եղողների համար Քրիստոսի խաչի քարոզչության խոսքը, բարիս բուն իմաստով ավետարանի փրկության խոսքը Շնորհքի ավետարանի փրկության խոսքն ասում է նրանց համար ովքեր դեռ քայլում են Կորինթյան ճանապարհների մեջ նրանց համար այդ խոսքը հիմարությունը, անմտությունը, անիմաստ է բայց առաքյալն ասում է բայց մեզ փրկվածներիս համար դա Աստծո զորությունն է ամեն որով մենք փրկագնվեցինք Տեսնում ենք այստեղ նորից շեշտադրումը որ ավետարանն է հանդիսանում էսի ճշմարիտ ավետարանն է հանդիսանում Աստծո զորությունը շնորհքի ավետարանը Քրիստոսի ավետարանն է հանդիսանում Աստծո զորությունը փրկելու համար շատերը իրենք ավետարան են հնարում ավետարան են քարոզում օրինակ էսպես որ մինչև դու կատարելապես ճանաչողություն կամ էսպես կատարյալ կյանք չունենաս եւ սրբություն չունենաս Աստված քո հետ գործ չի ունենա լսի քաղցր ջան դա ավետարան չի դա ավեշատ օրենք է կամ չգիտեմ նախապայման է բայց ավետարանը կայանում է սրանում որ ես ու դու բոլորս էլ արժանի էինք մահվան բայց Քրիստոսը մեր փոխարեն մահանձն առավ որ մեզ կյանք պարգևի սա է ավետարանը որ Քրիստոսը մեզ փրկագնել է բժշկել ազատել է դա է իրական ճշմարիտ ավետարան եւ դա է մեզ մասնակից դարձնում այն ժառանգությանը որ Աստված պատրաստել է իր բոլոր սուրբերի համար ամեն այստեղ ասում է տեսանք որ նրանց համար ովքեր որ խավարի ճանապարհի մեջ են Կորինթյան ճանապարհի մեջ են ավետարանը իրանց համար անիմաստ է հիմարությունը բայց Աստված այս նույն խոսքով փրկում է ամեն հավատացողին որոշում կայացնու սրտիդ մեջ ասելով որ ես կայացնում եմ այդ որոշումը հավատալու վստահելու ամուր կարճելու ավետարանի ճշմարիտ փրկության խոսքից ամեն եւ Եփեսացիների 1:13-ում էլ շեշտադրում է որ 13-14-ը որ երբ որ մենք լսեցինք փրկության ավետարանը ճշմարիտ ավետարանի խոսքը եւ երբ որ հավատացինք ավետարանով Հիսուս Քրիստոսին Աստված իր սուրբ հոգու կնիքը դրեց մեզ տեսնում ես որ ավետարանին հավատալը իրականում բերում է Աստծո գործունեությունը մեր կյանքի մեջ եթե մենք ուզում ենք տեսնել Աստծո խոստումներ իրականացված մեր կյանքում թեպետ որ դա արդեն արվել է Քրիստոսի խաչի միջոցով բայց շատերս դեռ կարիք ունենք դա վերապրելու մեր կյանքի մեջ ամեն եւ եթե ուզում ենք դա վերապրենք միակ բանալին եւ նախապայմանը սա հավատքն է որովհետեւ հավատքով ենք արդարանում հավատքով ենք փրկագնվում եւ հավատքով ենք վերապրում այն ամենը ինչ որ Աստված Քրիստոսի խաչի միջոցով իրականացրեց ամեն ամեն Էստերես հալելույա Ուրեմն երկրորդ Կորինթացիների մեջ 4-րդ գլուխ 3-ից 6 համարներում Պողոս առաքյալը նորից ասում է որ մեր քարոզած ավետարանը ծածկված է մնում բոլոր նրանց համար ովքեր դեռ շարունակում են Կորինթյան ճանապարհների մեջ մնալ
Ուրեմն, թեպետ որ ավետարանը կա, բայց կորստյան ճանապարհի մեջ եղողների համար այս ավետարանը հայտնված չի, ծածուկ է։ Եթե խոսքը, ավետարանի խոսքը հայտնված չի, եթե ավետարանի խոսքը դեռ չի ծագել այդ մարդկանց սրտերի մեջ, նշանակում է, որ այդ ավետարանի խոսքը չի գործում այդ մարդկանց կյանքում։ Եվ այստեղ դարձյալ շեշտադրված է, որ ում համար է ավետարանի խոսքը ծածկված, ասում է Կորստյան ճանապարհի մեջ եղողների համար։ Կորստյան ճանապարհի մեջ եղողները պարտադիր չի, որ մարդը մտածի, ուրեմն ես կորած եմ եւ սրա համար ավետարանը ինձ չի լուսավորում, լսի, կորստյան ճանապարհը դա խոսում է այն ոչ ճիշտ, ոչ առողջ խոսքը, որ մենք որպես ավետարանի խոսք կարող ենք թույլ տալ, որ դա գա մեր կյանքում եւ մենք հավատալով այդ ոչ ճիշտ խոսքին տեղ տանք մեր կյանքում եւ հայտնվենք կորստյան ճանապարհի մեջ եւ որովհետեւ այն խոսքը, որը ճշմարիտ չի, մարդուն չի կարա տանի փրկության մեջ։ Դրա համար Հիսուսն ասեց դուք ճշմարտությունը պիտի ճանաչեք եւ ճշմարտությունը դա ինքը Քրիստոսն է, որ կազատի ձեզ։ Հիմի, ուրեմն, եթե կա յուրաքանչյուրիս կյանքում, եթե կա մի խոսք, մի իրավիճակ, որը մեզ չի տանում ճշմարտության մեջ, դա համարվում է կորստյան ճանապարհ։ Հրաժարվի դրանից։ Մերժի այդ ճանապարհը քո կյանքիցը եւ կտեսնես, որ դու սկսեցիր ավետարանի լույսով լուսավորվել։ Եվ այստեղ տեսնում ենք, որ մարդիկ կան, որ կարող են լինել անգամ եկեղեցու մեջ, բայց իրենք իրանց կյանքը կառուցել են կորստյան ճանապարհների վրա, այդ մարդկանց միտքը կուրացած է, հիմի կտեսնենք, այդ մարդիկ չեն կարա ճշմարտությունը ճանաչեն։ Դրա համար այստեղ ասում է, Առաքյալն ասում է, թեպետ մենք քարոզում ենք ճշմարիտ ավետարանը Հիսուս Քրիստոսին, բայց այս ավետարանը դեռ շարունակում է ծածկված մնալ։ Քարոզվում է, մարդիկ լսում են ֆիզիկական ականջներով, բայց հայտնություն չեն վերապրում։ Մի մտածի, որ հենց ես քեզ է վերաբերվում։ Ուղղակի ես ասում եմ, որ այդպես է իրավիճակը, մարդկանց համար դա բաց չի։ Թեկուզ կա խոսքը, բառացի քարոզվում է, բայց իրանք չեն ունեն, ինչի, որտեղ իրենց սրտի խորքում դեռ ունեն ճանապարհներ, որը Աստծո սրտին հաճելի չի, կարծես ջան։ Եվ եթե մեկ իր սրտում ունի ճանապարհ, որ Աստծո սրտին հաճելի չի, նա բնականաբար քայլում է այդ կորստյան տանող ճանապարհով եւ հիմի տեսնում ենք, որ ավետարանը այդ անձի համար ծածուկ է։ Եվ տեսնում ենք, որ ասում է այդ ճանապարհի մեջ քայլողների միտքը այս դարի աշխարհը, այդ Աստվածը, որոշ թարգմանության մեջ ասում է այս աշխարհի Աստվածը, բայց ճիշտ է, որ այս դարի, որովհետև ամեն մի դարաշրջան իր յուրահատուկ աստվածությունով նա ներկայանում ժողովրդին։ Բայց ամեն դարաշրջանում էլ սատանան միշտ էլ փորձել է, որ Աստծո տեղը գրավի մարդկանց կյանքերի մեջ։ Եվ հիմա տեսնում ենք, որ կորստյան հետևում ես խոսքին, կորստյան ճանապարհի մեջ եղողների միտքը այս դարի Աստվածը սատանան անհավատությունով կուրացրեց, նպատակը կուրացնելու, ասում է, որպեսզի ավետարանի բերած լույսը չծագի նրանց սրտերում եւ որ նրանք չկարողանան տեսնել Քրիստոսի ամբողջական փառքը, որը աներևույթ Աստծո տեսանելի բնապատկերն է երկրի վրա։ Ուշադիր ես։ Տեսնում ես, որ իրականում, բայց տես ում կյանքում է հաջողվում սատանան, որ կուրացնի նրանց միտքը, ասում է կորստյան ճանապարհի մեջ եղողներին նա կորացնում։ Լսի, որովհետև եթե ինչ-որ մեկը ճշմարիտ ճանապարհի մեջ, այսինքն հենց Հիսուս Քրիստոսի մեջ, սատանան դոստուպ չի ունենում ներթափանցելու այդ անձի կյանքի մեջ, հասկանում ես, բայց եթե մեկը դեռ գտնվում է կորստյան ճանապարհների մեջ, սատանան անարգելք ներգործում է իր մտքի ոլորտի մեջ, կուրացնում է այդ անձի միտքը, պատկերացնում ես, դրանք կարող են լինել եկեղեցում, հավատալ Աստծուն, բայց ավետարանի բուն խոսքը չունենալ, որովհետև ամբողջ Իսրայելը հավատում էր Աստծուն, գիտեր, որ Մեսիան պիտի գա, տնաշենը եկավ, բայց չընդունեցին։
Չընդունեցին, հասկանում եք, այն միտքն այնքան փակ էր, եւ հիմա էլ շատ հավատացյալներ, այո, կարող են ունենալ վերստին ծնունդ, բայց եթե իրանց սրտի մեջ, իրանց մտքի ոլորտում դեռ կարճած են աշխարհի սկզբունքներից, նրանք դեռ շարունակում են հին կյանքով ապրել, նշանակում է այդ մարդկանց կյանքում հակառակորդը դոստուպ ունի, իրավունք ունի, արտոնություն ունի, եւ տեսնում ենք, որ ասում միտքը կորացրեց։ Եվ ասում նրանք չկարողացան տեսնել Քրիստոսի փառքի լույսը, որովհետև չկարողացան հավատալ ավետարանի բերած խոսքին, հասկանում եք։ 5 համարն ասում է, եւ մենք ոչ թե մեր անձերն ենք քարոզում, նորից տեսնում ենք, որ առաքյալը կենտրոնացած չի իր անձի քարոզչության վրա, այլ քարոզում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը, եւ մենք ձեզ ծառայենք Իսեր Քրիստոսի։ Տեսնում ենք, որ այստեղ ում միտքը որ լուսավորված է, ով որ ճանաչում է արդեն Քրիստոսի ավետարանի հիման վրա, տեսնում է Քրիստոսից բխող փառքի լույսը, այդ անձը դրվում է Քրիստոսի ծառայության մեջ եւ ասում է, որ մենք ծառայելով Քրիստոսին, մեր անձերը ձեզ ծառա դարձրեցինք։ Շատ ծառաներ մտածում են, դե եթե իրանք ծառայում են Քրիստոսին, նշանակում է իրանք պիտի տիրեն Քրիստոսի եկեղեցու ողջ, իրանք էլ ծառա են հանդիսանում։ Համաձայն ես։ Բայց տեսնում ես առաքյալը այստեղ շեշտադրում է, որ մենք մեր անձերը չենք քարոզում, այլ քարոզում ենք Հիսուս Քրիստոսին եւ քարոզում ենք ուրեմն մեր անձերը ձեզ ծառա անելով 6 համարը, որովհետև Աստված ինքը, տեսեք, Աստված ինքը մեր սրտերում ծագեցրեց իր փառավոր ավետարանի լույսը, որպեսզի լուսավորվենք եւ Աստծո փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նորից բոլոր նրանք, ովքեր լուսավորված են ավետարանի լույսով, ճանաչում են Աստծո փառքը Հիսուս Քրիստոսի միջոցով եւ իրանք տրվում են ավետարանի ծառայության մեջ։ Եվ իրանք իրանց անձերը դարձնում են ծառաներ Քրիստոսի եկեղեցու ամեն անձի համար։ Եվ սա խոսում է այն մասին, որ մարդու կյանքում, մարդու սրտի մեջ Աստծո լույսը ծագել է։ Եվ տեսանք, որ բոլոր նրանք, ովքեր որ Կորինթյան ճանապարհի մեջ են, ավետարանի լույսը չի կարողանում ծագել այդ մարդկանց սրտերի մեջ։ Եվ միակ արգելքն ու խոչընդոտը ավետարանի լույսի ծագման համար մարդու կյանքում, դա կախված չի մարդու տեսակից, կախված չի մարդու հասկացողությունից, կախված չի մարդու ունակություններից, եւ այստեղ ավետարանը մեզի հայտնում է, որ դրա միակ հեղինակը սատանան է։ Ուրեմն երբ որ մարդը լսում է ավետարանը, բայց չի հասկանում, նշանակում է, որ անձը ամբողջությամբ կառավարվում է սատանայի կողմից, իր միտքն ամբողջ։ Տեսեք, մենք կարդացինք, որ սատանան այս դարի աստվածը անհավատությունով կուրացնում է այդ տեսակ մարդկանց, որ ավետարանի լույսը չծագի։ Եվ հիմի բնականաբար հասկանում ենք, որ ավետարանի խոսքի ընկալման խոչընդոտը, կրկնում եմ, չի հանդիսանում մարդու ուսված կամ տգետ կարգավիճակը, այլ հանդիսանում է սատանան, միակը խոչընդոտ հանդիսացողը դա սատանան է, դևերը, մարդու մտքի վրա գործում է։ Եվ տեսանք, որ հակառակորդը կենտրոնացած է մարդու միտքը կուրացնելու։ Մարդու միտքը հանդիսանում է տվյալ անձի ամենախոցելի դարպասը։ Մարդը հիմնականում մտքից է խոցվում, ամեն առումով։ Երբ որ մարդու միտքը ինչ որ կերպով արդեն իսկ գերվում է հակառակորդի կողմից, նշանակում է մարդու ամբողջ մտածելակերպը, սրտի խորհուրդները, անգամ սկզբունքները կառավարվում են եւ ուրեմն ուղղորդվում են հակառակորդի կողմից։ Եվ տվյալ անձը թեկուզ որ ասի էլ ինքն հավատում է, ինքը փրկվում է, թե պետք կփրկվի էլ, բայց իր առօրյա կյանքում երկրի վրա
շատ կտուժի եւ զրկված կմնա ավետարանի արատ օրհնություններով, որը պատկանում է ամեն հավատացողին։ Ամեն։ Որովհետև տեսանք, որ առաքյալն ասում է, երբ որ գամ եկեղեցի, ձեզ կբերեմ, իմ հետ կբերեմ ավետարանի օրհնությունները, ամեն։ Եվ չի ասում նրանց համար, ովքեր որ կատարյալ են, ամբողջ եկեղեցուն է պատկանում Քրիստոսի ավետարանի առատ օրհնություններն, ամեն։ Ալելույա։ Եվ պետք է գիտակցենք, որ Աստված արդեն իսկ Հիսուս Քրիստոսի միջոցով խափանել է սատանայի գործունեությունը եւ ազատել է մեզ խավարի իշխանությունից։ Եվ դա կարող ենք կարդալ Կողոսացիների 1:12-ում եւ տեսնում ենք, որ ինքը Աստված մեզ ազատեց, Քրիստոսով ազատեց խավարի իշխանությունից եւ ոչ միայն ազատեց, այլ նաեւ մեզ փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ։ Իր սիրելի որդու արքայությունը դա հավիտենական արքայությունն է։ Ամեն։ Դա լույսի հակավորությունն է։ Իմի լույսի հակավորության մեջ փոխադրված մարդը երկրի վրա ապրելու ընթացքում պիտի ունենա լույսի հակավորության մտածելակերպը, բանականությունը, խորհուրդները, համոզմունքները։ Բայց եթե ինքն հոգևոր դաշտում թեպետ տեղափոխված է այնտեղ, բայց երկրի վրա դեռ շարունակում է վախվորած մտքերով ապրել եւ իր մտքում տեղ տալ հակառակորդի, այսպես ասած, կորստաբեր մտքերին, չէ՞։ Շատ թափարող մտքեր են ասում, չէ՞ դրանց։ Թափարող, այսինքն նրա միջից միտքը կարա փոխանցվի նրա մեջ, եւ դուք նկատել եք մարդու հետ կա որ մեկի հետ խոսում ես, հետո ես տուն, հետո մտածում ես, արա կարող է ես էլ եմ իրան նման, չէ՞ ասենք։ Նենցա որ կան մարդիկ, որ հանդիպում են օրինակ մի հատ հիվանդի, մեկ էլ եթում են տուն, այսպես միտք է գալի իրաց վրա, ասում է, այս միտքը գալիս է, որ հեսա դու էլ ես տենց հիվանդ դառնալու, չէ՞, կա տես։ Կա, չէ՞։ Դու Աստված ազատագրում է այդ կարգավիճակից մարդկանց։ Իրականում սա հենց խոսում է այն մասին, որ անձը տեղի էր տալիս սատանային եւ սատանան անձի միտքն է վերցնում։ Միտքը վերցես, դու ամբողջությամբ պատկանում է մարդը իրան։ Թեկուզ կլինի, օրինակ, կրկնում եմ փրկագնված, բայց եթե միտքը գրավվեց հակառակորդի կողմից, դու արդեն անկարող ես դառնում դիմակայել։ Դրա համար եկեք թույլ տանք, որ այսօր ավետարանի խոսքը, ինչպես որ կարդացինք, փրկության ավետարանի խոսքը, շնորհքի ավետարանի խոսքը, ամուր կարճենք այդ խոսքից եւ կտեսնենք, որ այդ խոսքը մեզ փրկում է։ Փրկումը ոչ թե կրկնում եմ միայն հավիտենականություն տանելու համար, այլ փրկում է այսօր այս երկրի մեջ ապրելու ընթացքում եղող նեղություններից, դժվարություններից, տառապանքներից եւ հակառակորդի ու դիվային ամեն ներգործություններից Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Տնաշեն գոն էստեղ ասա ամեն։ Տնաշենը չի թարգմանում, գիտես, մենակ հայերեն է։ Դամաստրոյի։ Տնաշենի տղա ասենք սին դամաստրից է, հա։ Ուրեմն երկրորդ Պետրոսն ենք կարդում 1:3-ում Ավետարանը ներկայացնում է ասելով, որ Քրիստոսը իր աստվածային զորությունով, լսի, Քրիստոսը իր աստվածային զորությունով մեզ շնորհեց։ Տեսեք, որ Իսուս, ուրեմն առաքյալն ասում էր, ես կգամ եւ իմ հետ կբերեմ ավետարանի առատ օրհնություններն, այսինքն կբերեմ ավետարանի ճշմարիտ խոսքը, որով դուք իմանաս, թե Հիսուսը ինչ է արել քո համար եւ հավատալով արածին դու կվերապրես դա քո կյանքում, ամեն։ Եվ իմի տեսնում ենք Հիսուսն ինչ արել։ Ավետարանն ասում է, որ Հիսուս Քրիստոսը իր աստվածային զորությունով մեզ շնորհեց կամ շնորհել է։ Որևիցե մեկի թարգմանության մեջ գրված է, թե կշնորհի մեզ։ Արդեն կատարված փաստ Հիսուս Քրիստոսով մեզ շնորհել է այն ամենը, ինչ որ այս կյանքի եւ ճշմարիտ աստվածապաշտության համար պետք է։ Այն ամենը, ինչ որ մեզ պետք է այս կյանքում վերապրելու եւ ճշմարիտ աստվածապաշտ կյանքով ապրելու, այդ ամենը Հիսուսը իր աստվածային զորությունով շնորհել է մեզ։ Սա ավետարանն է ասում։ Բայց քանի որ մարդը այս ավետարանի խոսքը մերժում է, քանի որ իր կյանքում կան խավար ճանապարհներ,
Դրա համար էլ զուրկ է մնում ես ամենից եւ այդ անձը չի կարողանում գիտակցել։ Հասկանում ես, որ իրան պատկանում է, Քրիստոսով պատկանում է ամեն խոստումներ, որ Աստված խոստացել է իրան։ Եվ ասում ամեն բան շնորհել է մեզ այս կյանքի եւ ճշմարիտ աստվածապաշտության համար եւ ինքը Քրիստոսը իր աստվածային զորությունով մեզ ճանաչեցրեց նրան, ով իր փառքով եւ զորությունով մեզ դեպի իրեն քաշեց, տարավ, մոտեցրեց։ Ամեն։ Ամեն։ Ավետարանը ներկայացնում է, բերում է լույսը, լուսավորում է մեր սիրտը, հասկանում ենք, որ մենք այլևս խավարի իշխանությանը չենք պատկանում։ Քրիստոսով մենք պոկվեցինք խավարի իշխանությունից եւ ներդրվեցինք լույսի թագավորության մեջ։ Ամեն։ Ոչ միայն ազատագրվեցինք, այլ նաեւ փոխադրվեցինք։ Ամեն։ Դա նշանակում է, որ սատանան իզորու չի այլևս մոտենալու քեզ, մինչեւ դու քո մտքի դուռը չբացես նրա համար։ Ուրեմն փակ պահի քաղցր։ Մի անգամ ես մի տեսիլք տեսա եւ այդ տեսիլքը պատմել եմ մեր Ռաֆիղ ու դրա համար մենք աղոթք ենք արել, որ եկեղեցին ամբողջությամբ այլևս տեղ չտա սատանայի մտքին եւ այս խոսքն էլ ասում է, որ սատանային տեղ մի տուր։ Տեսիլքի մեջ այսպիսի մի իրավիճակ կար եւ երբ որ աղոթք էին անում, ժողովուրդն ամբողջությամբ հավաքված էր, տրամադրված աղոթք էին անում, բայց իրանց ակաժների վրա բանալի կար կախված։ Չէ, խոսքը չի գնում ականջողի մասին, քաղցր ջան, դու ես խոսում եմ նաեւ եղբայրների մասին, որովհետեւ այդտեղ լիքը ժողովուրդ կային եւ իրանց ականջներին բանալի կար կախված եւ նկատելի էր, որ դևերը անարգել գայս էին, բանալին վերցնում էին, բացում էին եւ ինչ զիբիլ կար տեղադրում էին ու գնում էին։ Հասկանում ես։ Եվ մարդն աղոթքից հետո ցույց է տալի, որ աղոթքից հետո փոխանակ թե մարդը վերականգնվի, նորոգվի, հաստատվի, կառուցվի, աճի հոգեվոր կյանքում վայելած լինելով Քրիստոսին, մարդը աղոթքից հետո նույն կյանքով էր, նույն դժվարությունով, ինչի որովհետեւ թեպետ աղոթքներ կայանում, բայց մարդիկ տեղ էին տվել սատանայի խաբուսիկ մտքերին։ Ուրեմն այդ բանալին քաղցր ջան, սրտիդ բանալին եւ ականջիդ բանալին տուր Հիսուս Քրիստոսին։ Բաց թող միայն Քրիստոսի համար։ Եվ եթե չարը հակառակորդը իր դևերով հանդերձ, իր զորության ներգործությունով գալիս է, քեզ վախացնելու ինչ որ կերպով անաստվածային բաներ առաջ բերելու քո մտավոր աշխարհի մեջ, ուղղակի մերժիր իրան։ Հիսուսի զորավոր անուն, ասա որ դու պատկանում ես Քրիստոսին։ Ասա որ ես դու ինքդ քո համար հրճակի, որ ես հանձնված եմ Աստծուն, որը հավատարիմ է, որը հոգատար է, որը ամենակարող է եւ Աստծո շնորհքի ավետարանին, որը փրկում է ինձ, ազատում է ինձ, պահպանում է ինձ, որը կառուցում է, հաստատում է, աճեցնում է եւ ինձ ժառանգություն է շնորհում։ Դու այլևս իրավունք չունես։ Ես փրկագնված եմ խավարի իշխանությունից եւ փոխադրված եմ լույսի թագավորության մեջ։ Դա ես խոսում եմ իմ ու քո մասին, քաղցր ջան։ Բայց դու լսում ես այնպես, կարծես թե ուրիշի համար ես լսում։ Քո համար ես չէ լսում։ Հալելույա։ Եվ իմի, Եփեսացիների 1:5-7 ավետարանը դարձյալ ասում է, որ Աստված իր հավիտենական սիրով նախասահմանեց մեզ, որ մենք Քրիստոսի միջոցով իր որդիները լինենք, որովհետև ինքն այդպես կամեցավ։ Դա էր Աստծո կամքն ու ծրագիրը։ Ավետարանը մեզ ամբողջությամբ հայտնում է, ներկայացնում է Աստծո ամբողջական կամքն ու ծրագիրը։ Այստեղ տեսնում ենք, որ բացահայտ ներկայացված է Աստված իր նախասահմանության մեջ իր սիրով դա նախասահմանեց, որ մենք բոլորս լինենք իր որդիները, եւ Հիսուս Քրիստոսով այդ նախասահմանությունը իրականություն դարձեց։ Ամեն։ Եթե դու լսում ես ավետարանի խոսքը եւ հիմա կարդում ենք 13-ն ասում է, հավատում ես դրան, Աստված իր կնիքը դնում է քո մեջ, որն էլ քո ժառանգության գրավականն է։ Մարդը կարա այս կնիքն ունեցած լինի, ինքը դարձած լինի ժառանգության իրավունքը, բայց չկարողանա այս ժառանգությունը կիրառի իր կյանքում, որովհետև Գաղատացիների մեջ ասում է, քանի որ այդ անձը մանուկ է։ Հասկանում ես, անչափահաս է, ծառայից չի տարբերվում եւ ինքը չի կարող հոր ունեցածը ամբողջությամբ լիարժեք բանը կիրառել, վայելել։ Հասկանում ես, դա հենց խոսում է այն մասին, որ ավետարանը արդեն ասել է, ամեն բան արել է, բայց քանի դեռ մարդը հոգեորապես աճ չունի եւ մենք տեսանք, որ շնորհքի ավետարանի խոսքին հանձնվելով է մարդը ունենում հոգեոր աճ։ Ամեն։
Ուրեմն ասում է, որ Աստված նախասահմանեց, որ իր որդիներ լինենք, եւ այդպես էր կամեցավ ինքը, ոչ թե դա արեց մտածելով, որ մենք լավը կլինենք, հետո տեսավ լավը չենք փոշմանած, չէ, դա իր կամքներ եւ իր ծրագիրներ, ամեն։ Եվ 6 ասում է, որպեսի մենք ամենքս նպատակը, ինչի համար ուզեց, որ մենք Իրանը լինենք, ասում է, որպեսի մենք գովենք, մեծարենք նրան իր գերազանց շնորհքի փառավոր մեծության համար, որ իր բոլոր հաճույքով շնորհեց մեզ իր սիրելի որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նկատում ենք, որ Աստված իր ամբողջական զորությունը, իր սիրո արտահայտությունը, իր սրտի հաճությունը, իր ամբողջական շնորհքի գերազանց մեծությունը հայտնեց մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Ընկալելի է, չէ՞։ Հայրենա, չէ՞։ Ուրեմն հայտնեց մեզ եւ մեզանից ակնկալում է ընդամենը մեկ բան, որ մենք հավատքով, սրտի գոհությունով գովենք իրան, մեծարենք իրան, ամեն ժամանակ։ Հասկանում ես, որովհետև Աստված անփոփոխ է, ինչպես արդեն ասվեց էլ։ Հիսուս Քրիստոսը նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Այնպես չի, որ ասենք քո տրամադրությունը մի քիչ լավ չի, չի նշանակում Աստված իր տրամադրությունն էլ վատացավ եւ հետո որոշեց, որ այլևս դու իրանը չես։ Սա Աստծո նախասահմանությունն է, ինքն Քրիստոսով իրականացրեց, որ մենք իր որդիները դառնանք, նպատակն է դա, որ սպասում է, որ մենք գովենք իրան։ Բայց մենք արտանում ենք քնից օրինակ տրամադրություններս լավ չի, ելով ագովում, հələ մենք մի բաներ ասում ենք, բայց ինչի ենք սենց, փոխանակ թե կենտրոնանանք Աստծո արածների վրա, որպես մարդ կենտրոնանում ենք իրավիճակների ու երևույթի վրա, որը զրկում է ինձ ու քեզ Աստծուն ամբողջական ի սրտե հավատքի գոհություն մատուցելուց, բայց Աստված ակնկալում է դա, հասկանում ես, իսկ այն որ ինձ ու քեզ զրկեց իրական ի սրտե գոհություն մատուցելուց, դա իրավիճակը չէր, դա սատանան էր, իր դիվայի ներգործությունով, որ իմ ու քո միտքը կուրացրեց անհավատությունով եւ մեզ զրկեց այդ օրդություններից, հասկանում ես։ Ուրեմն այլևս նրա հետ ընկերություն մի արա։ Սատանայի հետ ընկերություն մի արա, քաղցր ջան։ Ազմակարոզի ժամանակ դեպը գալիս է եւ ուրեմն բոլոր ժողովուրդը փախնում են։ Այդ քույրին կանգնած այսպես համարցակ ու սատանան ասում է, լսի ասում է, դու չգիտես ով եմ ես, դու ինձ չես վախենում, ասում է, գիտեմ, ասում է, քո բարի տղու հետ ես 40 տարի ապրում եմ։ Լսի։ Այսինքն այնքան ընկերություն էր արել, որ չէր վախենում։ Ուրեմն տեսնում ենք, որ մենք կարիք չունենք սատանայից վախենալու։ Կրկնում եմ, վախնել անհավատության պես հավատք է, որ ուղղված է սատանային։ Բայց ես ու դու կարիք ունենք խոնարհվելու Աստծո առաջ։ Հավատալու Աստծո խոսքին, ամուր կաշչելու այդ խոսքից։ Եվ ասում է, սատանան կփախչի ումից։ Նրանից ով որ հնազանդ Աստծուն։ Նրանից ով որ հնազանդ Աստծուն, ամեն։ Այսինքն անձից կփախչի, բնականաբար Աստծուց սարսափում է, բնականաբար, բայց նաև սատանան սարսափում է նրանից, ով որ հնազանդ է Աստծուն։ Որովհետև Աստծուն հնազանդվողը այլևս երբևիցե տեղ չի տա սատանային։ Ամեն։ Եվ 7-ն ենք կարդում առաջի գլուխ Եփեսացիների ուրեմն 5-ից 7-ն ենք։ Նրանք ասում է, նրանով ունենք Քրիստոսովի նկատի ունի, Քրիստոսով ունենք, արդեն ունենք։ Չասում կունենանք, չէ։ Եկեք ավետարանը ճիշտ կարդանք եւ բառ առ բառ կարդանք, տար առ տար կարդանք, կետ առ կետ, որ հասկանանք ավետարանի ճշմարտությունը։ Լսի, ավետարանի ճշմարտությունը հասկանալը իմ ու քո կարողությունից կախված չի, իմ ու քո գիտությունից կախված չի։ Ավետարանի ճշմարտությունը հասկանալը կախված է Աստծո գործունեությունից, որքանով որ մենք իրան թույլ ենք տալի։ Այսինքն հիմնականում մեր որոշումից է։ Պողոս առաքյալն ասեց, որ Աստված ինքը լուսավորեց մեզ, ինքը լուսավորում է մեզ,
Եվ եթե մենք թույլ ենք տալի այդ լույսը ծագում է մեր մեջ եւ մենք տեսնում ենք Քրիստոսի դեմքից երեսից բխող Աստծո փառքի լույսը եւ ճանաչում ենք Աստծո փառքն ամբողջությամբ, ամեն, բայց եթե մենք շարունակենք մնալ այդ խավարի ճանապարհների մեջ, կորուսյան ճանապարհների մեջ, ավետարանը կգա, կանցնի մեզանից, բայց չի ներթափանցի մեր կյանքում եւ մենք չենք ունենա այն ինչ որ Աստված ավետարանով ուզում է փոխանցել մեզ։ Նրանով, այսինքն Քրիստոսով, ունենք փրկություն եւ նրա արյունով ունենք մեղքերի թողություն։ Իր գերազանց շնորհքի օրհնության, առատության չափովը, որ շնորհվեց մեզ։ Չի ասում մեր հասկացողության չափովը, չի ասում մեր կարողության չափովը, չի ասում մեր արժանինքների չափով, այլ ասում է նրա գերազանց շնորհքի մեծության չափով։ Շնորհված է մեզ քաղցր չափով։ Ավետարանը կարդա հավատա ավետարանը եւ կտեսնես ավետարանի գրված ամեն մի խոսքը քո կյանքում ու ընտանիքում իրականություն պիտի դառնա քո ծառայության մեջ, քո ազգի ու երկրի մեջ։ Ամեն, որովհետեւ Աստված անիրավ չի, որ ասի ու մոռանա, թե ինչ ասի։ Աստված անաչար Աստված է եւ ուզում է որ բոլորս էլ հավատքով վերցնենք Իրանից այն ամենը ինչ որ Քրիստոսով ինքը իրականացրել է ամեն հավատացողի համար։ Երկրորդ գլուխն ենք Եփեսացիների, ուրեմն 2:16-ում ավետարանը ասում է որ Քրիստոսը ինքը իր խաչովը մեզ հաշտեցրեց Աստծո հետ եւ միմյանցս հետ եւ թշնամությունը խափանեց։ Նայես այլևս Աստծուն հավատացողների կյանքում այլևս չկա անհաշտություն։ Մեր անհաշտությունը պիտի լինի միայն անարդարության հետ։ Հիսուսի մասին գրված է, որ Հիսուսը սիրեց արդարությունը եւ ատեց անիրավությունը, այսինքն անհաշտ էր այդ անիրավության հետ։ Լսում ես, դու միգուցե սիրում ես արդարությունը, բայց այդքան էլ չես ատել անիրավությունը, սրա համար այստեղ բարձ գրված է, որ Քրիստոսը իր խաչովը մեր մեջ հաշտություն բերեց, ասա հաշտություն։ Հաշտություն եւ մարդ եւ Աստծո հարաբերության մեջ եւ հաշտություն մարդ հարաբերության մեջ։ Քրիստոսը ուրեմն եկավ եւ մեզ ավետարան բերեց եւ այդ ավետարանի միջոցով մենք ընդունեցինք Սուրբ Հոգին։ Չէ՞ որ ավետարանի միջոցով ընդունեցինք։ Եփեսացիների 1:13-ում ասում է. «Երբ որ լսեցիր ավետարանի ճշմարիտ խոսքը, որն էլ ձեր փրկության ավետարանն է, հավատալով դրան Սուրբ Հոգու կնիք եկավ ձեր մեջ»։ Ամեն։ Ուրեմն Քրիստոսի բերած ավետարանի միջոցով մենք ընդունեցինք Սուրբ Հոգին, որն էլ գալով մեր կյանքերում մեզ արտոնություն բերեց Աստծո ներկայության մեջ գալու։ Հաղթեր ջան, առաջի Ադամը ողջ մարդկությանը զրկել էր Աստծո ներկայությունը վայելելուց։ Ինքը տեսավ Աստծո ներկայությունը, բայց չէր վայելում։ Ինքը սարսափից թաքնված էր, դա վայել քչի։ Վայելում էր մինչև մեղքն, ամեն։ Բայց երբ որ արդեն մեղքը գործված էր, նա թեպետ տեսավ, բայց չէր վայելում։ Սրա համար եմ խոսում այն մասին, որ շատերը կարող են տեսնել Աստծո փառքը, բայց չվայելել այն։ Ինչի, որովհետև իրենց կյանքում դեռ մի բան այն չի, որ Աստված ուզում է փոխի իր կյանքի մեջ։ Բայց այստեղ տեսնում ենք, որ առաջի Ադամը ողջ մարդկությանը զրկեց Աստծո ներկայությունը վայելելուց, իսկ երկրորդ Ադամը ողջ մարդկության կյանքում վերականգնեց, արտոնություն տվեց Աստծո ներկայությունը վայելելու։ Եվ իմի ավետարան ասում է, որ Քրիստոսի բերած խոսքի շնորհիվ, ավետարանի խոսքի շնորհիվ մենք ընդունեցինք Սուրբ Հոգին, որն էլ մեզ արտոնություն։ Արտոնություն նշանակում է անարգելք հնարավորություն ունեցանք Սուրբ Հոգին ընդունելով, որ ներկայությունը վայելելու ոչ միայն երկրի վրա, այլ հավիտենական կյանքի մեջ։ Եվ մենք դարձանք նրա մեծ ընտանիքի անդամներ։ Այլևս օտար չենք Աստծո հետ, այլ իր հետ նույն ընտանիքի անդամներ, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Ուրեմն եկեք, որ ամբողջությամբ կարճենք այս ավետարանի խոսքից, վստահաբար, ամուր, անխափան, այսպես ասած, սասան, կարճենք ավետարանի խոսքիցը եւ կտեսնենք, որ այն ինչ որ ավետարանով Աստված խոսելա, խոստացելա, իրականություն կդառնա մեր կյանքում
ընտանիքի մեջ, սերունդների մեջ, մեր ազգի ու երկրի մեջ է Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Հրաման Արաքյանն ասում է, երբ որ գամ ձեր մոտ, ես կբերեմ ավետարանի առատ օրհնություններ։ Եվ մտածի, ես ու դու պիտի դա արդեն ունենանք մեր կյանքում, որ այս օրերի մեջ եւ ընդհանրապես ուր էլ որ գնանք, ինչ ենք տանում ավետարանի առատ օրհնությունները։ Քրիստոսի ամբողջական գործունեությունը բերելով մարդկանց սրտերի մեջ, մենք մարդկանց փրկություն ենք շնորհում, այսինքն ոչ թե մենք, այլ իրենց խոսում ենք շնորհված փրկության մասին, որովհետեւ Տերը ընտրելով Պողոսին ասեց, ես քեզ ընտրել եմ, որ գնաս մարդկանց միտքը լուսավորես եւ նրանց խավարիցը դեպի լույսը բերես, այսինքն ավետարանը քարոզես եւ նրանք ավետարանի խոսքի հիման վրա պոկվեն խավարի իշխանությունից եւ տեղափոխվեն, փոխադրվեն Աստծո արքայության մեջ, լույսի արքայության մեջ, Քրիստոսի արքայության մեջ, հավիտենական արքայության մեջ։ Բայց դա մի որոշում է, որ ես ու դու պիտի կայացնենք։ Շարունակում ենք մնալ նույն մտքին, նույն կարծիքին, նույն համոզմունքներին, որոնք մարդուն զրկում են ավետարանի խոսքից, շնորհքի ավետարանի օրհնություններից եւ զրկում են Աստծո ներկայությունից, թե վերափոխում ենք մեր միտքը եւ մի նոր համոզմունք ենք ունենում եւ աստվածային սկզբունքներով շարժվում ենք առաջ իր փառքի համար։ Հիսուսի զորավոր ամեն։ Եթե դու այդ որոշումը կայացրել ես եւ արդեն իսկ վայելում ես Աստծո ներկայությունը, ավ կլինի որ տարածես ձեռքդ եւ ինչպես արդեն կարդացինք, Աստծո արած գործը մեկ նպատակ ուներ, որ բոլոր նրանք, ովքեր վայելում են ավետարանի խոսքի հիման վրա, վայելում են շնորհքի ավետարանի առատ օրհնությունները, ի սրտե գոհություն հայտնեն Աստծուն իր գերբնական եւ երազանց շնորհքի համար, որը ցուցաբերեց մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հալելույա, ամեն։ Եղեք օրհնված եւ օրհնության միջոց շատերի համար եւ այո, ուր որ կգնանք այս օրերի մեջ, տանենք մեզ այդ ավետարանի արքի լույսը եւ խոսենք ավետարանով եղող առատ շնորհների եւ օրհնությունների մասին։ Ամեն։